Գիտեմ քչերդ եք հավատում, որ բույսերը մեզ լսում են։ Իրականում նրանք մեզ ոչ միայն լսում են, այլև ենթարկվում են մեր կամքին։ Տեսեք, մանուշակս է, որ տարբեր եղանակներին տարվա գեղեցիկ փտտում էր, ամբողջովին փունջ էր հիշեցնում։ Հիմա այս տարի ծուլացել է, ինչ եք անում այս դեպքում։ Ուրեմն բարկանում եք նրա վրա եւ խփում եք սեղանին, որպեսզի արմատները չծուլանան, քնից արթնանան։ Այսպես պիտի ծաղկես, դու ծուլացել ես։ Եթե այսպես մնաս, ապա որքան էլ քեզ սիրեմ, ես քեզ դուրս կշպրտեմ։ Ուրեմն արթնացիր եւ ծաղկիր։ Ընդամենը այսքանը եւ սպասեք հրաշքի։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, կադրերը, որ քիչ առաջ դուք տեսաք, նկարահանվել է 27 օր առաջ։ Սակայն դրա մասին քիչ անց, քանի որ այս տարվա մեր առաջին հաղորդումն է, նախ ուզում եմ շնորհավորել Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ցանկանալ առողջություն ամենակարևորը բոլորիս, որովհետեւ եթե առողջություն չկա, մնացածը անիմաստ է դառնում, խաղաղություն եւ երջանկություն ձեր ընտանիքներում, մեր երկրին, ամբողջ աշխարհին։ Իսկ հիմա, երբ նկարահանում էի այդ կադրերը, աղջիկս նույնիսկ ծիծաղեց, որ ասում եմ, ինչ ես անում, ինչերից ես հավատում, բայց տեսեք, անցել է ընդամենը 27 օր, եւ ես ինչ ունեմ, առաջին ծաղիկները մանուշակների եւ լիքը այսպես ցույց տամ, լիքը կոկորներ, այս ծուլացած մանուշակը փաստորեն ծաղկեց իմ բարկանալուց հետո։ Եվ այստեղ ոչ մի միստիկա չկա։ Տեսեք, բոլոր բույսերն էլ ինչ որ ժամանակ ծուլանում են, հանգստանում են, այսինքն ուժը տալիս են տերևներին եւ չեն ծաղկում։ Սա վերաբերում է հատկապես ծաղկող բույսերին։ Բարկանում եք վրան, մի քանի անգամ խփում եք սեղանին եւ ծաղկումը ապահոված է։ Իդեպ ասեմ, որ տարեց մարդկանցից մեկը, երբ խոսում է այս մասին, ասեց, որ նման կերպ վարվել են նաեւ մեր նախնիները չպտղաբերող ծառերի հետ։ Կացինով հարվածել են եւ ասել. «Տես կկտրեմ, եթե բերք չտաս, եթե չծաղկես»։ Եվ բնականաբար խոսելու ենք մանուշակների մասին մեկ անգամ եւս, հաղորդումներ կա, բայց ելի խնդրում եք մեկ անգամ եւս անդրադառնալ մանուշակներին։ Ինչու, որովհետեւ դրանք մեր սենյակային ամենագեղեցիկ բույսերից են, ամենահաճախ ծաղկող, ամենաբազմերանք եւ գիտեք հեշտ պահվող, եթե պահպանում եք խնամքի պայմանները, իսկ դրանք այնքան էլ դժվար չեն։ Հիշենք, որ մանուշակները լուսասեր բույսեր են, սակայն արևը ուղիղ վրան չի կարելի ընկնի, որովհետև տերևները շատ շուտ այրվածք են ստանում, հատկապես ամռան արևից։ Բոլոր նրանց, ովքեր պատահաբար միացել են մեր ալիքին, խորհուրդ կտամ բաժանորդագրվել, որպեսզի տեղեկացված լինեք բույսերի ճիշտ խնամքի մասին, ինչպես նաև հնարավորություն ստանաք ունենալու ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, որոնք կապված են սենյակային եւ դրսի բույսերի հետ։ Չմոռանաք նաեւ լայքերի մասին։ Դրանք ինձ համար շատ հաճելի են եւ կարեւոր են ալիքի զարգացման համար։ Հիմա կհարցնեք, իսկ ինչպես հասկանանք լույսը բավարար է թե չէ։ Տեսեք, մանուշակի տերևը խոսում է ձեզ հետ։ Եթե լույսը քիչ է լինում, այս սա դրել եմ համեմատաբար մուտտեղ ցուցադրելու համար։ Տերևները ձեռքերի նման վեր են բարձրացնում, ինչպես էստեղ է, եւ գույնը լինում է համեմատաբար բաց։ Երբ նոր դուրս եկող տերևները, տեսեք, դարձյալ թաթիկները վեր են բարձրացրել, բայց ավելի մուգ են գույները։ Երբ դնում եք այնպիսի տեղ, որ իրեն հարմար է, տերևները պետք է լինեն այսպես 45 աստիճանի անկյան տակ։ Սա ասում է այն մասին, որ դուք բավարարել եք ճիշտ տեղը մանուշակի համար։ Բնականաբար բոլոր լուսասեր բույսերը նաև ջերմասեր են։ Մանուշակը ամենալավը իրեն զգում է 18-ից 24 աստիճանի սահմաններում։ Եթե ամռանը ջերմաստիճանը 24-ից բարձրանում է, ապա նրան պետք է տակդիրի տակ կամ դնեք, այսպես տակդիրի տակ դնում ենք սվանգում, կամ խոնավ շոր կարող եք դնել, կարող եք մի փոքր նույնիսկ ջուր լցնել, եւ կամ կերամզիտ, որը թրջում եք, եւ ծաղկամանը դնում եք վրան։ Հաճախ այդպես չեք անում, որոշում եք ցողել։ Տեսեք, ցողել կարելի է ոչ թե մանուշակի անմիջական տերևները, այլ շուրջը այսպես։
օդի խոնավությունը բարձրացնելու համար։ Ինչ վերաբերում է ջրելու, ես խիստ օրերով չեմ կարող ասել, սակայն մոտավոր կողմնորոշվեք 7-ից 10 օրը ամենահարմար ժամանակահատվածն է մանուշակները ջրելու համար։ Հողը պիտի հասցնի չորանա, այսպես չկպչի ձեռքերին, իսկ ջրելը կարող է երկու տարբերակով, եթե տակը անցքեր կա, մենք վերցնում ենք թասիկ և դնում ենք ծաղկամանով ջրի մեջ, կես ժամ, հետո հանում ենք, և կամ եթե ջրում եք վերևից, շատ զգույշ պիտի լինեք, տերևների վրա ջուր չկաթի, այսպես բարձրացնում եք տերևները և ջրում եք հողը։ Հիմա ջրի մասին, ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանից 2-3 աստիճան բարձր, այդ այն օպտիմալ ջերմաստիճանն է, որ մանուշակը պարզապես ձեզնից շատ գոհ կլինի։ Տերևների վերևից ջրելը բերում է այսպիսի կատաստրոֆիկ վիճակի, ինչպես մեր հաճախորդն է բերել սխալ ջրելու հետևանքով փչացած մանուշակները փրկելու։ Ինչ վերաբերում է հողին, ապա մանուշակները սիրում են փափուկ, այսպես օդաթափանց և ջրաթափանց հող։ Դա կա հատուկ մանուշակների համար նախատեսված հողախառնուրդ, եթե օգտվում եք ունիվերսալ հողախառնուրդից, ապա խորհուրդ կտամ նրան ավելացնեք անպայման պերլիտ կամ մի փոքր սովորական ջրի աղաս։ Սա էլ խոսեցինք հողի մասին։ Հիմա, ինչպիսի ծաղկամաններ ենք օգտագործում և երբ ենք տեղափոխում մի ծաղկամանից մյուսը, մանուշակները ամենալավը, ամենահարմարը գոնե տարին մեկ անգամ տեղափոխելն է։ Տեսեք, ես արդեն երկրորդ տարին է չեմ փոխում ծաղկամանը, որովհետև սիրուն է, իրեն լավ է զգում, այս դեպքում անպայման 15 օրը մեկ անգամ աշխատեք պարարտացնել։ Կամ ինչպես ես եմ անում, ալարում եմ նաև պարարտացնել, ժամանակ չի լինում, ու գալիս է մի պահ, որ սկսում եմ բարկանալ այս խեղճ մանուշակի վրա։ Ինչպես արդեն նշեցի, մանուշակների գունային գամը նույնպես շատ հետաքրքիր է և ուզում եմ մի փոքր անդրադառնալ նաև դրան, տեսեք, կան մանուշակներ, որոնք ունեն շատ բաց գույնի տերևներ։ Սա հուշում է այն մասին, որ դրանք պետք է դնել համեմատաբար ավելի լուսավոր տեղ, իսկ այն մուգ տերևներով բույսերը կարող եք մի փոքր էսպես, մի փոքր կիսաստվերում նույնիսկ պահել և ծաղկեցնել։ Հիմա մի հարցի մասին ևս որ ձեզ կհետաքրքրի, բաղդացույցով գիտեք յուրաքանչյուր բույս պատկանում է որևէ զոդիակի որևէ նշանին, և այսպես մանուշակները ցուլերի բույսերն են, ես ինքս ցուլ եմ, այնպես որ բոլոր ցուլերին խորհուրդ կտամ անպայման տանը ունենալ գոնե մեկ մանուշակ, խորհուրդ է տրվում նաև կույսերին ունենալ։ Ինչ վերաբերում է խորհրդանշին, ապա սա անկեղծ զգացմունքների, հավատարմության, քնքշության և համեստության խորհրդանիշն է։ Այսքանը սիրելիներս, գրեք ձեր հարցերի մասին, գրեք, որ բույսերն են ձեզ շատ հետաքրքրում, իհարկե ես պետք է նաև հարմարացնեմ այդ բույսերը անպատճառ ունենանք, կամ այստեղ կամ աշխատավայրում, որպեսզի հաղորդումը հետաքրքիր լինի։ Հուսամ այս տարի մենք դեռ շատ գործեր ունենք միասին անելու, այնպես որ հետևեք հաղորդումներին, կհանդիպենք շուտով, մնացեք բարյավ։